Ողջույն հարգելի կշեռքներ, սա ձեր հորոսկոպն է օգոստոս ամսվա համար։ Այս ամիսը սովորական ամիս չէ, այն կարմայական շրջան է, խավարումների ամիս, որը ձեր կյանք է բերում բոլորովին նոր էներգիա։ Արևը և Յուպիտերը գտնվում են ձեր հանրաճանաչության, հասարակական ակտիվության և մարդկանց հետ շփումների ոլորտում։ Այստեղ էլ տեղի կունենա կարևոր խավարումը, որը կբացի ձեր զարգացման նոր ճանապարհը առաջիկա 2 տարիների ընթացքում։ Ձեզ սպասում են նոր կարմայական դասեր, նոր հնարավորություններ և նոր նպատակներ։ Բացի այդ, Մերկուրին այս ամիս շատ արագ է շարժվում, ինչը նշանակում է, որ էներգիան նույնպես շատ է լինելու։ Շատ մոլորակներ կփոխեն իրենց դիրքը և օգոստոսին իհարկե դա տալիս է մեզ բոլորիս շատ ակտիվ ու շարժուն բնույթ։ Այդ պատճառով օգոստոսը գործելու ամիս է, մտածելու ամիս չէ։ Այս տեսանյութում օր առ օր կքննարկենք ամենակարևոր իրադարձությունները եւ ամսվա ամենակարևոր օրերը, որպեսզի հասկանաք, թե հատկապես ձեզ ինչ է սպասվում։ Եթե ցանկանում եք գրանցվել խորհրդատվության, ապա կարող եք այս հեռախոսահամարով գրել, որը որ նշված է էկրանին։ Իսկ հիմա արդեն անցնենք օգոստոսի մանրամասներին։ Արևը, Յուպիտերը եւ կարմրական հանգույցը գտնվում են ձեր 11-րդ տանը։ Սա նշանակում է, որ առաջին պլան են դուրս գալիս մարդկանց հետ շփումները, ընկերները, հասարակական կյանքը եւ թիմային գործունեությունը։ Օգոստոսին կարող եք շատ ակտիվ շփվել, հաճախ հանդիպել ընկերների հետ, բազմաթիվ հրավերներ ստանալ տարբեր միջոցառումների, այցելել ցուցահանդեսներ, սեմինարներ, համերգներ եւ այլ մեծ հավաքների։ Այս ամենը 11-րդ տան ազդեցությունն է, բայց քանի որ այստեղ նաեւ Յուպիտերն է, որոշ կշեռքների համար այս ամիսը կարող է բերել կարևոր տոնական իրադարձություններ։ Ծննդյան օրեր, հարսանիք, սեփական բիզնեսի ընդլայնում կամ կարևոր շնորհանդես։ Այս շրջանը կապված է նաեւ ճանաչման, հեղինակության եւ հանրաճանաչության աճի հետ։ Բացի այդ, 11-րդ տունը կապված է նաեւ ինտերնետի եւ առցանց աշխարհի հետ։ Այդ պատճառով շատ կշեռքների համար հենց ինտերնետում կարող են սկսվել կարևոր իրադարձություններ, նոր նախագծեր, նոր ուսուցում կամ նույնիսկ ճակատագրական ծանոթություն։ Այս ամսվա գլխավոր թեման է մարդկանց հետ շփումը, ընկերները եւ հասարակական կյանքը։ Օգոստոսի 6-ին Վեներան ձեր մոլորակը կմտնի հենց ձեր նշան։ Սա ձեզ համար շատ բարենպաստ շրջան է։ Վեներան ոչ միայն հաջողության եւ նոր հնարավորություններ է բերում, այլ նաեւ գտնվելով իր սեփական նշանում իրեն շատ ուժեղ ու հարմարավետ է զգում։ Բացի այդ, մինչև ամսվա վերջ այն կստեղծի բազմաթիվ բարենպաստ լավ միացումներ եւ ձեր նշանում կմնա բավականին երկար ժամանակ։ Դրա շնորհիվ գրեթե մինչև այս տարվա վերջ դուք կսկսեք ավելի գեղեցիկ, ավելի խնամված եւ ավելի գրավիչ երևալ։ Երբ Վեներան գտնվում է առաջին տանը, այն բերում է հաջողություն, ֆինանսական աջակցություն, գեղեցկություն եւ հնարավորություն բարելավելու ձեր արտաքին տեսքը, առողջությունը, հեղինակությունը կամ ֆինանսական վիճակը։ Այն ոլորտում, որտեղ դուք առավելագույն ջանք կգործադրեք, Վեներան կօգնի ձեզ առաջ շարժվել։ Դրա շնորհիվ դուք ավելի հաջողակ կլինեք։ Վեներան նաև բերում է լավ տրամադրություն, ուրախ իրադարձություններ եւ հաճելի անակնկալներ։ Դուք իսկապես կարող եք զգալ, որ երջանիկ եք։ Այդ պատճառով ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր արտաքինին եւ այն միջավայրին, որտեղ ապրում եք։ Գեղեցկացրեք ձեր տունը, ստեղծեք հաճելի մթնոլորտ եւ Վեներան դրա դիմաց ձեզ կպարգևի հաճելի հանդիպումներ, հաջող պարտականություններ, պատահականություններ եւ հետաքրքիր նոր ծանոթություններ։ Եթե վերջին շրջանում ձեր կյանքում եղել են բարդ կամ լարված իրավիճակներ, ապա առաջին տանը գտնվող Վեներան կօգնի դրանք մեղմել։ Նույնիսկ եթե ինչ-որ տհաճ դեպք տեղի ունենա, շատ արագ կհայտնվի մի հանգամանք, որը կթեթևացնի իրավիճակը եւ կօգնի ամեն ինչ ավելի հանգիստ լուծել։ Բացի այդ ժամանակահատվածում դուք հատկապես գրավիչ կդառնաք հակառակ սեռի աչքերում։
Շատ հաճախ մարդիկ պարզապես կսկսեն ձեզ հաճախոսություններ անել, առանց որևէ հատուկ պատճառի։ Եվ Վեներան առաջին տանն է, դուք շրջապատի համար ավելի գեղեցիկ, ավելի հաճելի եւ ավելի հմայիչ կերևաք։ Այդ պատճառով, սիրելի կշերտներ, սա իսկապես ձեր ժամանակն է։ Բացի այդ, օգոստոսի 7-ին դե դուք սիրում եք թիթիզություններ։ Բացի այդ, օգոստոսի 7-ին Արևի եւ Սատուրնի միջև շատ լավ միացում կա։ Այն կարող է բերել շատ կարևոր առաջարկ, պայմանագրի կամ կարևոր փաստաթղթի ստորագրում։ Ոմանց համար սա կարող է դառնալ կյանքի կարևոր իրադարձություն։ Հնարավոր է նոր ծանոթություն, ամուսնության առաջարկ, ծնունդ, հարսանիք կամ սեփական գործի սկիզբ։ Արևի եւ Սատուրնի այս կապը ցույց է տալիս այն, ինչ վաղուց եք դուք ձգտել հարաբերությունների, գեղեցկության, գործընկերության, բիզնեսի կամ կյանքի այլ կարևոր ոլորտների հետ կապված, ապա հիմա այդ հարցերում կարող է կայունություն մտնել, ինչ որ ձգտում եք, երազում եք։ Դուք կարող եք ստանալ կոնկրետ առաջարկ կամ տեսնել ձեր ջանքերի իրական արդյունքը։ Այս ազդեցությունը շատ ուժեղ կլինի օգոստոսի 7-ին մոտավորապես 2 օր առաջ, 1 օր հետո կամ 1 օր առաջ, 2 օր հետո, այդպես 2 օրեր այսօր են կողմ հաշվեք։ Նույնիսկ եթե ձեր կյանքում այդ օրերին որևէ մեծ իրադարձություն նախատեսված չէ, միևնույն է, այդ ժամանակահատվածը շատ բարենպաստ է նոր գործեր սկսելու, կարևոր որոշումներ ընդունելու եւ արժեքավոր գնումներ կատարելու համար։ Օգոստոսի 9-ին Մերկուրին փոխում է իր դիրքը եւ անցնում է ձեր 11-րդ տուն։ Այդ դիրքը նոր ծանոթություններ է բերում։ Նրանք կարող են լինել նոր ընկերներ, նոր գործընկերներ, նոր աշխատանքային թիմ, մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ աշխատանքի մեջ կամ պարզապես նոր ընկերներ։ 11-րդ տունը նաև ճանապարհորդությունների տունն է, դրա համար մինչև ամսվա վերջ ոմանք կարող են մեկնել արտերկիր կամ ինչ-որ մի տեղ գնաք, ամենայն դեպս, կամ հանգստանալու կամ գնաք այնտեղ ապրեք։ Այդ դիրքը նաև կապված է ինտերնետի, առցանց ուսուցման, սեմինարների եւ նոր գիտելիքների հետ։ Ոմանք կարող են սկսել սովորել, իսկ մյուսները իրենք դասավանդել, բացել սեփական դասընթացներ կամ կրթական նախագծեր։ Մերկուրի եւ Վեներայի այս համադրությունը ձեզ դարձնում է ավելի ակտիվ հասարակության մեջ եւ ավելի գրավիչ մարդկանց համար, որովհետեւ այնտեղ նաեւ ձևավորվում է Վեներայի հետ միացում։ Դուք հեշտությամբ կարող եք զգալ ուրիշների ազդեցությունը։ Եթե օգոստոսին պետք է ներկայանաք որևէ կարևոր վայրում, բեմ բարձրանաք, ելույթ ունենաք, մասնակցեք համերգի, մեծ միջոցառման կամ ցուցադրեք ձեր տաղանդ, ապա մարդիկ պատրաստ կլինեն աջակցել ձեզ։ Սա վերաբերվում է ոչ միայն իրական բեմին, այլև ինտերնետին, սոցիալական ցանցերին, հանրային գործունեությանը եւ նույնիսկ քաղաքական ոլորտին։ Շատերի համար այս շրջանը կլինի պարզապես ուրախ եւ աշխույժ ժամանակ։ Ընկերները շատ կլինեն, դուք հաճախ հրավերներ կստանաք տարբեր հանդիպումներից, ավելի շատ դուրս կգաք տանից եւ հաճելի ժամանակ կանցկացնեք ընկերական շրջապատում։ Օգոստոսի 11-ին Մարսը կմտնի Խեցգետին նշան եւ կլինի ձեր 10-րդ տանը։ 10-րդ տունը կապված է կարիերայի, բիզնեսի, մասնագիտական աճի եւ հասարակության մեջ ձեր դիրքի հետ։ Այս ընթացքում Մարսը կարող է ձեր կյանք բերել կարևոր ծանոթություններ, որոնք օգտակար կլինեն աշխատանքի կամ բիզնեսի համար։ Հնարավոր են նաև գործնական ուղևորություններ, գործուղումներ։ Շատ կշերկներ այս շրջանում մեծ ցանկություն կունենան առաջ շարժվելու, բարձրանալու կարիերայում, ընդլայնվելու իրենց ձեր բիզնեսը եւ գտնելու ավելի լավ աշխատանք։ Եվ դրա համար բոլոր հնարավորությունները կունենաք։ 11-րդ տան ուժեղ էներգիան ձեզ դարձնում է ավելի տեսանելի, գրավիչ եւ ճանաչված մարդկանց շրջանում։ Ցանկացած իրավիճակում ավելի հեշտ կլինի ուշադրություն գրավել եւ լավ տպավորություն թողնել։ Օգոստոսի 12-ին տեղի կունենա Արևի խավարում, առյուծ նշանում։ Այս պահին, իհարկե, կան մի քանի միացումներ, որոնք հենց հզոր էներգիա են ստեղծում։ Արևի խավարումը նոր էներգիայի ծնունդ է։ Այն կարելի է համեմատել նորալուսնի հետ, բայց դրա ազդեցությունը շատ ավելի ուժեղ է։ Այն ժամանակ կարող են սկսվել այնպիսի իրադարձություններ, որոնք կազդեն ձեր կյանքի վրա առաջիկա 2 կամ 6 ամիսների ընթացքում։ Եթե խավարումը դիպչում է ձեր անձնական
քարտեզին, ինչ որ կետերին, ապա դրա ազդեցությունը կարող է լինել նաև 8-ից 9 տարի կամ մինչև 20 տարի նաև։ Սա ձեր 11-րդ տանը տեղի ունեցող առաջին խավարումն է։ Այն ամբողջությամբ փոխում է ձեր զարգացման ուղղությունը կապված կարմայական հանգույցների հետ։ Առաջիկա 2 տարիներին ձեր հիմնական կարմայական դասերը կապված կլինեն հասարակական կյանքի և մարդկանց հետ հարաբերությունների ոլորտի հետ։ 11-րդ տունը պատասխանատու է ընկերների, լավագույն ընկերների, մեծ խմբերի, համերգների, սեմինարների, ելույթների, ինտերնետի, սոցիալական ցանցերի, հանրային ճանաչման, ցանցային բիզնեսի և նույնիսկ այլ մարդկանց երեխաների հետ կապված թեմաների համար։ Հենց այս ոլորտներում առաջիկա 2 տարիներին դուք կանցնեք կարևոր կարմայական փորձությունների և զարգացման փուլ։ Խավարման ազդեցությունը կարող է զգացվել նույնիսկ մեկ ամիս առաջ։ Հնարավոր է որոշ իրադարձություններ արդեն սկսել են տեղի ունենալ ձեր կյանքում։ Իսկ հենց օգոստոսի 12-ին ցանկալի ավելի հանգիստ անցկացնել օրը։ Մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով։ Այսօրը շատ հարմար է մեդիտացիայի, ներքին աշխատանքի, ցանկությունները ձևակերպելու և ապագայի մասին մտածելու համար։ Մտածեք, թե հատկապես 11-րդ տան թեմաներով ինչի եք ցանկանում հասնել, ինչ նպատակներ ունեք և ինչ ծրագրեր եք ուզում իրականացնել։ Հենց այսօրը սկսվում է նաև խավարումների միջանցքը, որը կտևի մինչև օգոստոսի 28։ Խավարումների միջանցքը կարմայական շատ կարևոր ժամանակաշրջան է, որը տեղի ունենում աճող լուսնի ընթացքում։ Այս օրերին կարելի է սկսել նոր նախագիծ, նոր հարաբերություններ, կատարել խոշոր գնումներ և կյանքի կարևոր քայլեր։ Բայց հիշեք, այն ամենը, ինչ սկսվում է խավարման շրջանում, երկարաժամկետ ազդեցություն է ունենում։ Կարծես ձեր որոշման վրա կնիք է դրվում և վերջ։ Այդ պատճառով սկսեք միայն այն գործերը, որոնց հարցում 100% վստահ եք։ Հետագայում դրանք փոխելը կամ հետ շրջելը ավելի դժվար կլինի։ Խավարումների միջանցքը նաև այն ժամանակն է, երբ միշտ չէ, որ կարողանում ենք վերահսկել իրադարձությունները։ Եթե սովորական օրերին մենք կարող ենք աշխատել մեր էներգիայի, անձնական քարտեզի և ներքին զարգացման վրա, մեղմելով որոշ բացասական ազդեցություն, ապա խավարումների շրջանում հաճախ ստանում ենք այն, ինչ ինքներս ենք ստեղծել։ Ինչ սերմանում ենք, այն էլ հնձում ենք։ Այդ պատճառով այս օրերին հատկապես ուշադիր եղեք ձեր մտքերի, խոսքերի և արարքների նկատմամբ։ Իհարկե կարող եք նաև տետր վերցնել և գրանցել ամեն ինչ մեջը։ Դա շատ օգտակար սովորություն է, քանի որ խավարման օրերին ոչինչ պատահական չի լինում, ամեն ինչ կարող եք գրանցել։ Ուշադրություն դարձրեք, թե այդ օրերին ինչ մարդիկ են հայտնվում ձեր կյանքում, ինչ լուրեր եք ստանում, ինչ խոսակցություններ են տեղի ունենում և ինչ իրադարձություններ են զարգանում։ Դրանք կարող են ցույց տալ, թե որ ուղղությամբ է ձեզ տանելու կյանքը։ Խավարումների ժամանակ հաճախ տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Դրանք կարող են լինել ինչպես շատ դրական, այնպես էլ վերափոխող, փոխակերպող և երբեմն ոչ այնքան հարմարավետ։ Եթե ցանկանում եք, որ փոփոխությունները լինեն ավելի մեղմ, արդեն հիմա սկսեք աշխատել ձեր 11-րդ տան թեմաների վրա։ Մտածեք, ինչ որ բան եք ուզում, ինչ որ ընկերների, ինտերնետի, սոցիալական գործունեության, մեծ խմբերի կամ հանրային կյանքի հետ կապված, ինչ եք ուզում։ 11-րդ տունը նաև կապված է 3-րդ ամուսնության, մեծ միջոցառումների, համերգների, ելույթների և լայն լսարանի հետ։ Եթե դուք ինքներդ սկսեք փոփոխությունները, ապա ստիպված չեք լինի սպասել, մինչև կյանքը ձեզ ստիպի փոխվել։ Հետո արդեն ավելի ցավոտ է լինում փոփոխությունը։ Եվս մեկ կարևոր բան, խավարումների միջանցքում շատ մարդկանց մոտ ուժեղանում են ներքին ունակությունները։ Ինտուիցիան մի քանի անգամ ավելի սուր է դառնում։ Կարող են լինել անսպասելի բացահայտումներ, կարևոր մտքեր, շատ վառ կամ նույնիսկ մարգարեական երազներ։ Ոմանց մոտ կարող են բացվել նոր տաղանդներ և կարողություններ։ Եթե զբաղվում եք ստեղծագործությամբ, արվեստով կամ հոգևոր զարգացմամբ, ապա այս շրջանը ձեզ համար շատ կարևոր կլինի։ Վեներան նույնպես աջակցում է ձեր այս ստեղծագործական կարողություններին։
Դուք կարող եք ստանալ կարևոր ինչ-որ ներշնչում, նոր գաղափար, ոգևորվածություն, որ ձեր զարգացման մեջ բարձրանում եք արդեն մեկ աստիճան, ոնց որ եւ դա ձեզ ել ավելի շատ է ոգևորում։ Ամենակարևորը լսեք ձեր ներքին ձայնին եւ վստահեք ձեր ինտուիցիային։ Խաղավորումների միջանցքում կլինեն նաեւ մի քանի շատ կարևոր օրեր, դրանցից առաջինը դա օգոստոսի 15-ն է։ Այդ օրը Մերկուրին կմիանա Յուպիտերին եւ սա շատ բարենպաստ ազդեցություն է։ Այն կարող է բերել կարևոր ծանոթություն, լավ նորություններ կամ նույնիսկ ճանապարհորդություն։ Քանի որ այս ամենը տեղի ունենում ձեր 11-րդ տանը, հաջողություններ կարող են լինել նաև ինտերնետային նախագծերում, սոցիալական ցանցերում, ելույթների ժամանակ կամ ցանկացած գործունեության մեջ, որտեղ կարևոր է մարդկանց ուշադրությունը։ Եթե ցանկանում եք, որ ձեր խոսքը լսեն, ձեր գաղափարները գնահատվեն կամ ավելի շատ մարդիկ ճանաչեն ձեզ, ապա այս օրերը լավագույն ժամանակներից մեկն է դրա համար։ Լավ օր է նաև տարբեր միջոցառումներ կազմակերպելու կամ անցկացնելու համար։ Բացի այդ օրը բարենպաստ է փաստաթղթեր ներկայացնելու, ստանալու կամ ձևակերպելու համար։ Օգոստոսի 17-ին եւս ունենք հիանալի միացում, մոտ 2 օր առաջ, 2 օր հետո։ Այս օրերին կարող եք ամուր հիմք դնել այնպիսի գործի համար, որը երկար տարիներ արդյունք կտա ձեզ։ Հնարավոր է սկսեք նոր նախագիծ, բացեք սեփական բիզնես եւ կատարեք կարևոր գնում, որը երկար ժամանակ կծառայի ձեզ։ Սա նաեւ հարմար շրջան է կարևոր պայմանավորվածությունների հասնելու համար։ Այն ամենը, ինչը այս օրերին կսկսվի, մեծ հավանականությամբ կլինի կայուն եւ երկարատև։ Այս ժամանակահատվածը նաև բարենպաստ է քննություններ հանձնելու, փաստաթղթեր ստանալու կամ ներկայացնելու, ինչպես նաև կարևոր պայմանագրեր ստորագրելու համար։ Օգոստոսի 21-ին Վեներան կմտնի իհարկե լարված միացում ունի Սատուրնի հետ, նաև Արևի հետ։ Ձեզ համար սա վերաբերվում է առաջին եւ 7-րդ տները, այսինքն ձեր եւ ձեր հարաբերությունները մյուս մարդկանց հետ։ Առաջինը դուք եք, 7-ը դիմացին է։ Կենտրոնացեք ձեր նպատակների եւ ձեռքբերումների վրա։ Փորձեք չմտնել վեճերի կամ կոնֆլիկտների մեջ, հատկապես ամուսնու, սիրելի մարդու կամ բիզնես գործընկերների հետ։ Օգոստոսի 21-ին, 1 օր առաջ, 1 օր հետո ավելի լավ է հարաբերություններ չպարզաբանել։ Եթե պահպանեք ներքին հավասարակշռությունը, մնացած բոլոր գործերը շատ հեշտ կընթանան։ Այս օրերին հաջողությունը ձեր կողքին կլինի եւ ձեր ծրագրերի իրականացումը շատ ավելի հավանական կդառնա։ Օգոստոսի 23-ին արևը փոխում է իր նշանը եւ անցնում է ձեր 12-րդ տուն։ Դա այդ միասին փոխվում է նաեւ ամսվա ընդհանուր էներգիան։ Ձեզ համար սկսվում է մի շրջան, երբ արդեն պատրաստվում եք ձեր ծննդյան ժամկետին։ 12-րդ տանը գտնվող արևը խորհրդանշում է ամփոփումներ, հանգիստ, վերականգնում, բուժում, ճանապարհորդություններ եւ այն ամենը, ինչ կապված է հեռավոր երկրների արտագաղթի կամ միայնակ աշխատելու հետ։ Այս ժամանակը շատ հարմար է մի փոքր դանդաղելու, հանգստանալու եւ ուժերը վերականգնելու համար։ 12-րդ տունը նաև հոգևոր զարգացման եւ էզոտերիկայի տունն է։ Այդ պատճառով կարող եք զբաղվել յոգայով, մասնակցել մերսման դասընթացների, ավելի շատ ժամանակ անցկացնել բնության մեջ կամ սկսել հոգևոր որևէ պրակտիկա։ Սա նաև շատ լավ շրջան է ձեր անձնական տարվա արդյունքներն ամփոփելու համար։ Օգոստոսի 25-ին Մերկուրին նույնպես կանցնի ձեր 12-րդ տուն եւ մինչեւ ամսվա վերջ կմնա այնտեղ։ Այդ դիրքը կարող է բերել ճանապարհորդություններ, նոր երազանքներ եւ հեռավոր երկրներին վերաբերող կարևոր իրադարձություններ։ Եթե ունենք փաստաթղթեր, որոնք կապված են արտագաղթի, վիզայի կամ այլ միջազգային հարցերի հետ, այս շրջանում դրանք ավելի հեշտ կարող են լուծվել։ Հնարավոր է նաև որոշեք կյանքի կարևոր քայլ անել, որը կապված կլինի արտասահմանի հետ։ Բացի այդ, կարող եք ծանոթանալ շատ հետաքրքիր եւ անսովոր մարդու հետ, օրինակ հոգևոր ուսուցչի, էզոտերիկայի մասնագետի կամ այնպիսի մեկի, ով կփոխի ձեր աշխարհայացը։ Քանի որ Յուպիտերը գտնվում է ձեր 11-րդ տանը, իսկ այնտեղ արդեն տեղի ունեցել խավարումը, հնարավոր է ցանկանաք սկսել նոր գիտելիքներ ձեռք բերել։
Դուք կարող եք հետաքրքրվել ռեյկիով, յոգայով, էզոտերիկայով, մեդիտացիայով, կամ այլ հոգևոր ուղղություններով։ Նեցեք։ 12-րդունը կապված է նաև կղզիների, ծովային ճանապարհորդությունների, նավարկությունների և հյուրանոցների հետ։ Այդ պատճառով շատ կշեռքների համար մեծ է հաջող արձակուրդի կամ հետաքրքիր ճանապարհորդության հավանականությունը։ Այդ ուղևորությունը ոչ միայն հաճելի կլինեն, այլ նաև կօգնեն նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերել։ Օգոստոսի 27-ին արևը կմիանա Մերկուրիի հետ ձեր 12-րդ տանը։ Այսօրը կարող է բերել անսպասելի հանդիպում, չնախատեսված ճանապարհորդություն կամ շատ կարևոր մտքի փայլատակում։ Սա ձեզ համար բավականին խորհրդավոր և հոգևոր շրջան է։ Ամբողջ օգոստոսի ընթացքում կարող են տեղի ունենալ անսովոր իրադարձություններ, որոնք կբացեն նոր դռներ և կօգնեն տեսնել այն, ինչ մինչ այդ ձեզանից թաքնված էր։ Օգոստոսի 28-ին տեղի ունենում լուսնի խավարում ձկներ նշանում, այն տեղի կունենա ձեր 6-րդ տանը։ Սա վերջին խավարումն է այս տանը։ Վերջին 2 տարիների ընթացքում խավարումները ազդել են հենց ձեր 6-րդ տան վրա, և այդ ընթացքում այս ոլորտում շատ բան կարող էր արմատապես փոխվել։ Հիմա ժամանակն է հետ նայել և հասկանալ, թե ինչն է փոխվել։ 6-րդ տունը կապված է աշխատանքի, առօրյա պարտականությունների, աշխատանքային կոլեկտիվի, աշխատավայրի, կենցաղի և ամենօրյա սովորությունների հետ։ Այն նաև վերաբերում է ձեր օրվա ռեժիմին, սննդակարգին, առողջությանն, ինքներդ ձեր մասին հոգ տանելուն և բժշկական հարցերին։ Բացի այդ, 6-րդ տունը կապված է նաև ընտանի կենդանիների, տնային կամ բիզնեսի օգնականների, աշխատանքային պայմանագրերի և սպասարկող ոլորտի հետ կապված ցանկացած գործունեության հետ։ Վերջին 2 տարիների ընթացքում այս ոլորտներում կարող էին մեծ փոփոխություններ տեղի ունենալ։ Հնարավոր է փոխվել է ձեր աշխատանքը, պարտականությունները, առօրյան, կենսակերպը կամ առողջության նկատմամբ ձեր վերաբերմունքը։ Ոմանց մոտ կարող էին փոխվել աշխատանքային պայմանները, գործընկերները կամ նույնիսկ մասնագիտությունը։ Այս լուսնի խավարման ժամանակ լավ կլինի ամփոփել այդ ամբողջ ճանապարհը։ Դուք արդեն կզգաք, որ կամ ստացել եք ձեր հուզող հարցերի պատասխանները, կամ ինքներդ եք փոխվել։ Կհասկանաք, թե ինչ կարևոր փորձ եք ձեռք բերել այս 2 տարիների ընթացքում։ Խավարումները մեզ տրվում են աճելու և զարգանալու համար։ Լուսնի խավարումը հենց շատ զգացմունքային է ինքը։ Այն կարելի է համեմատել եռալուսնի հետ, բայց իհարկե ավելի ուժեղ է իր ազդեցությունը։ Այդ պատճառով օգոստոսի 28-ին հատկապես, քանի որ խավարումը տեղի ունենում առողջության տան մեջ, աշխատեք ձեզ չծանրաբեռնել, ավելի շատ հոգ տարեք ձեր մասին։ Այսօրը լավ է մեդիտացիայի, հանգստի, անցած ճանապարհն ամփոփելու և այն ամենից հրաժարվելու համար, ինչը խանգարում է ձեր կյանքում առաջ շարժվել։ Հատկապես բարենպաստ է հրաժարվել վատ սովորություններից, ազատվել ավելորդ իրերից և մաքրել ձեր շրջապատը այն ամենից, ինչ այլևս պետք չէ։ Լուսնի խավարումները նաև օգնում են բացահայտել այն, ինչ մինչ այդ գաղտնի էր։ Եթե ինչ-որ բան ձեզանից թաքցվել է, այդ մասին կարող եք կարևոր տեղեկություն իմանալ։ Բացի այդ, այս խավարումը կարող է դառնալ որևէ երկարատև գործընթացի վերջնական լուծմանը։ Գուցե երկար ժամանակ ինչ-որ մի պրոցեսի վրա եք աշխատում, գիրք եք գրում օրինակ։ Ոմանց համար դա կլինի վերջնական որոշում, աշխատանքային պայմանագրի ստորագրում կամ հակառակը, որոշում հեռանալ այն աշխատանքից, որն այլևս հաճույք չի պատճառում։ Առողջության, ընտանի կենդանիների կամ առօրյա կյանքի հետ կապված հարցերում նույնպես կարող եք վերջնական պատասխաններ ստանալ և հասկանալ, թե ինչ ուղղությամբ պետք է շարունակեք։ Լուսնի խավարումները հաճախ բերում են նաև շատ հետաքրքիր երազներ։ Խավարումներից առաջ կարող եք հարց ուղղել ձեր ենթագիտակցությանը, ձեր պահապան հրեշտակին և տիեզերքին և խնդրել, որ պատասխանը ստանաք երազի կամ ներքին զգացողության միջոցով։ Իսկ հենց խավարման օրը կարող եք ստանալ շատ կարևոր հուշում, որը մեծ նշանակություն կունենա ձեզ համար։ Ահա այսպիսին կլինի ձեզ համար օգոստոսը, հարգելի կշեռքներ, մաղթում եմ, որ այս ամիսը ձեզ բերի միայն լավ իրադարձություններ, հաջողություններ, ուրախություն և գեղեցիկ փոփոխություններ։ Գրկում եմ ձեզ, շատ շուտով նորից կհանդիպենք նոր տեսանյութերում։ Ցտեսություն։